Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 5 Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, Առաջին Հովհաննես 4 գլուխ 8 խոսք Քրիստոնյայի տարբերիչ նշանը նրա վստահությունն է Քրիստոսի սիրո հանդեպ, որին նա փոխադարձաբար արձագանքում է իր սիրով։ Նախ հավատքն է իր կնիքը դնում մարդու մեջ, մղելով նրա հոգուն առաքյալի հետ միասին ասելու. «Քրիստոսն ինձ սիրեց և իր անձը ինձ համար մատնեց»։ Այնուհետև սերն է ի պատասխան հավատացյալի սրտի մեջ երախտագիտության և փոխադարձ սիրո զգացում դրոշմում։ Մենք սիրում ենք նրան, որովհետև առաջ նա սիրեց մեզ։ Վաղ օրերում, որոնք քրիստոնեական կրոնի հերոսական ժամանակներն էին, այս կրկնակի նշանը հստակ երևում էր բոլոր Հիսուսի հավատացողների մոտ։ Նրանք մարդիկ էին, որոնք ճանաչում էին Քրիստոսի սերը և հենվում էին դրա վրա, ինչպես կաղն է հենվում իր այն ձեռնափայտի վրա, որի հուսալիությունը փորձել է։ Սերը, որ նրանք տածում էին Տիրոջ նկատմամբ, պարզապես լուռ զգացմունք չէր, որը նրանք թաքցնում էին իրենց սրտի ամենախոր անկյուններում և որի մասին խոսում էին միայն իրենց մասնավոր զրույցների ժամանակ, երբ հանդիպում էին շաբաթվա առաջին օրը և հոգևոր երգերով փառաբանում խաչյալ Քրիստոս Հիսուսին։ Ոչ, այդ զգացմունքը նրանց մոտ այնքան բուռն ու կրակոտ էր, որ տեսանելի էր նրանց գործողություններում, խոսքի մեջ և նույնիսկ նրանց աչքերի և հայացքի մեջ։ Տեր Հիսուսի հանդեպ սերը կրակ էր, որ բռնկվելով նրանց էության հենց կենտրոնից, ճանապարհ էր հարթում իր համար, այրելով ամեն բան, հասնում մինչև դրսի մարդը և շողշողում նրանց վարքագծի մեջ։ Նախանձավորությունը Հիսուս թագավորի փառքի համար բոլոր անկեղծ ու ճշմարիտ հավատացյալների կնիքն ու նշանն էր։ Քանի որ նրանք կախված էին Քրիստոսի սիրուց, մեծ համարձակությամբ էին գործում, և քանի որ նրանք սիրում էին Քրիստոսին, մեծամեծ գործեր էին գործում։ Հիմա էլ այդպես է։ Աստծո զավակների շարժիչ ուժը սիրո զորությունն է։ Քրիստոսի սերն է ստիպում նրանց։ Նրանք ուրախանում են, որ աստվածային սերը գտել է իրենց, զգում են, թե ինչպես է այն Սուրբ Հոգու միջոցով տարածվում իրենց սրտերի մեջ և այնուհետև, երախտագիտությունից դրդված, սկսում են մաքուր սրտով ջերմեռանդորեն սիրել իրենց Փրկչին։ Թանկագին բարեկամ, իսկ դու սիրո՞ւմ ես նրան։ Նախքան քնելը, փորձիր անկեղծորեն պատասխանել այս կարևոր հարցին։